Ինչպես եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի եկեղեցու եւ հոգեվորականների վրա հարձակումներին։ Չէ, սխալ է, պիտի չհարձակվեր, չի կարելի։ Սխալ է։ Սա խոսում է երկրի վարչապետի ատորը զբաղեցրած անձի փոքրοκության մասին, դադարության մասին եւ սեփական պարտությունները, դրսի պարտությունները, արտաքին ճակատում կրած պարտությունները ներսում հաղթանակներով ինչ որ ձևով ստվերելու մասին։ Ընդամենը սրա համար է կատարվում, բնականաբար եկեղեցին անկախ կառույց է, ունի իր ներքին կանոնադրությունը, իր հոգևոր արժեքները եւ այստեղ խոսքը կոնկրետ մեկ սրբազանի մասին չէ, խոսքը կաթողիկոսի մասին չէ, խոսքը ընդհանրապես սիմվոլիկայի մասին, այսինքն մենք ինչպես ենք վերաբերվում նույն սրբազան կոչմանը, երբ որ բանդարգում ենք, ինչպես ենք վերաբերվում կաթողիկոսին, որը ի վերջո եկեղեցական խորհրդի կողմից ընդրված կաթողիկոս է, այսինքն ինչպես ինքը սիրում է կրկնել, որ ինքը ժողովրդի կողմից ընդրված վարչապետ է, նույն ձևով կաթողիկոսը հոգևոր խորհրդի կողմից ընդրված կաթողիկոսն է, առաջնորդն է, եւ ով է թույլ տվել մտնել մի դաշտ, որտեղ դու կարելի ասել չես տեղավորվում, դա քոնը չէ, դա նույնիսկ սահմանադրությամբ է ամրագրված, որ եկեղեցին անկախ է պետությունից։ Գիտեք, էդել է չարի գործիք։ Երբ որ ես հոդված էի գրենները հայոց աշխարհում, ես ասել էի, թե եթե դու խաչի դիմաց կանգնի, կոնե կարող է մաքրվես, կոնե սատանան միջիցդ դուրս գա, բայց իհարկե դա ձայն բարբարո հանապատի։ Հիմա ես ով եմ, ես իմ մտքերն եմ ընդամենը արտահայտում, բայց միտքը շատ զորավոր բան է։ Ես մտքով ամեն օր ասում եմ, որ նույնիսկ քահանայի կապածը Հիսուսն էլ չի քանդի։ Դա ժողովուրդն է ասում։ Իսկ քահանան Իտեմս հենց հիմա էլ մի քիչ հետո էլ սկսվում է վերջիկը սրբազանի եւ նրա կապածը նույնիսկ Հիսուսը չի կարող կանդել իրենք կապված են ինքը կապված է ինքը Հուդայի շարքին տասված որակ է եկեղեցու վրա հարձակվելը շատ վատ են վերաբերում շատ վատ այդ հարցին քիչ դժվար է պատասխանել բայց համամիտ չեմ նրա հետ վատ ինքը դիքսախ թուրքի ինչ խոսած զակածը կենե որ հոգևորականներին հանե որ շուտով բերեստեղ բանը միջետներ սարքե մոլաներ եղնին բաներ եղնին կամացից կուտանել Շատ վատ սխալն է աղջիկը Սխալ Նիկոլ Փաշինյանը ինքը որպես այդպեսին adekvat մեկը չէ եւ Փաշինյանը ինքը իր վարմունքով իր վերաբերմունքով ցույց է տալիս վախի դրսևորումներ ինքը վախենում է ու ես դրա համար շատ ուրախանում եմ որ ինքը վախենում է որովհետեւ այդ վախից ելնելով է որ ինքը գոնե որոշ տեղեր գուցե եւ կարող է սթափության, հա ինքն իրեն սթափության կոչեր ուղի, որպեսզի կարողանա նաեւ ինչ-որ մի բան չանելու, չնայած որ դեռ չկա նման բան, որ չի արել, ինքը ինչ ասել է արել է, բայց ամեն դեպքում բան կա, որ իրեն անպայման խանգարում է, ու այդ դրանցից մեկը իր վախերն են։ Այս վախերի արդյունքում է, որ այսօր սրբազանները դատապարտված են, բարերարները դատապարտված են, որոշ քաղաքացիներ, ովքեր որ պարզապես ուղղակի զուտ հայրենիք ունենալու համար անհանձնության կոչերով դուրս են եկել փողոց իրենք դատապարտված են, սա նրա վախերի հետևանքն ու պատճառն է։